Բնականաբար սա տարում եմ իշխող ուժին, ՔՊ-ին, խաղաղության եւ այս ամեն ինչը տեսանելի է դրա համար, այս երեխաների ապագայի համար։ Իմ երեխաներն են, ծնվել են Ռուսաստանում, մենք տեղափոխվել ենք 4 տարի արդեն Հայաստանում ենք բնակվում, երբ որ ես գնացել եմ ուրիշ Հայաստան ա եղել, եկել եմ ուրիշ Հայաստան արդեն։ Իսկ այդ տարբերությունը, որ ասում եք գնացել եք ուրիշ Հայաստան է եղել, եկել եք ուրիշ, տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը բեսպրիձելը, տերորը, հարկային, մյուսը ես ինքս այն ժամանակ զբաղվել եմ, տեխնիկաներ եմ ունեցել, օդերը փակելը մարդկանց աշխատանքի երկաթի գործ եմ արել, եկել է Սերժ Սարգսյանը, դրուկ իր աղբերը փակեց մեղրին, երկաթ ենք անում այն ժամանակ, շատ բան։ Մի բանը չի ու տեսանելի է, պլյուս ամենակարևորը այդ աշխատանքը, այդ անձնականը մի կողմ դրած, այդ եկամուտ անձնական, այս խաղաղությունը, որ այսօր այն ժամանակներ ապրում էի, միշտ հետևել եմ, ես միշտ Հայաստանի ամեն ինչին հետևել եմ, լուրերը բացում էի, կասկեն ավտոմատը, խաչակնքվում էի, տենաս ով է, բարեկամ է, գյուղից է, չգիտեմ, շրջանից է, ծանոթ է, քիչ բան չի, դա մեծ բան է։ Պլյուս ինքը ժողովրդավարական մարդ է, անզեն աշկով է երևում այդ ամեն ինչ, անզեն աշկով, անկեղծ։ Սատարում եմ սրտանց, իրականում սրտանց, Ավանում Քայլերթին մասնակցել ենք, Մասիվում մասնակցել ենք, ես ինքս Հրազդանից եմ եղել, Հրազդանում եմ եղել, այսօր ստեղ եմ բնակվում եմ Ավան համայնքում։ То есть մոտակա ուր գնա գնալու եմ, ինձ ոչ մեկ չի պարտադրում, ոչ ինչ-որ բիզնեսի մեջ եմ, ոչ էլ պետական աշխատող եմ, անկեղծ ես всё, իմ երեխեքը մանավանդ տղես, երբ են գնում Նիկոլը երբ է գալի, Փասինյանը երբ է Քանի գալի։ տարեկան է։ 4, Ռոբ քանի տարեկան ես։ 4 տարեկան։ Իսկ նախկին ղեկավարները, որ խոստանում են վերադառնալ, ասում են իրենց տարիները խաղաղ է եղել, նույն Ռոբերտ Թոյթան իրանց համար թալանել են, այդան իրան գալիս են պահեն իրանց ունեցածը։ Սաղս էլ լավ տեսնում ենք։ Իրան գալիս են իրանց թալանը պահելու համար, ուրիշ ոչ մի բանի համար, գալիս է ինչ անի։ Ղարաբաղը այդ բերելու։ Ղարաբաղը շրջափակման մեջ էլ նստել էր քաղաքի կենտրոնում, թող գնար։ Թող գնար 8 ամիս, թող գնար սոված նստեր, համամիտ եք իմ հետ։ Թող գնար։ Ով էր իրան բռնե։ Հիմա նոր ձեն են տալ ուզում ենք դու մեր ղեկավարն լինես։ Տանեիք ձեզ ընդ սարքեիք ղեկավարը, հարցերը լուծեիք ձեր։ Չէ, չկա պես բան, նախկինները գալու անելու բան չունեն ստե։ 30 տարի իրանց ձեռն էլ անեին։ Պլյուս այն ժամանակ այսօր ինչ ուզում ես բեր դրսից վաճառի, դրսից բեր ներմուծի, չգիտեմ, արտադրի, այն ժամանակ մեկը դուխ ուներ տախտակ բերեր Հայաստան, մեկը դուխ ուներ ալուր բերեր Հայաստան, ձետ, մյուս, ու ամեն կար տես տղան։ Բացի գեներալիտետից ու իրանց թայֆից, սենց ասած։ Չէ, տարբերությունը շատ մեծ է, թո հեքիաթներ չպատմեն, ժողովուրդը Փաշինյանի կողքին է, այն իրական ժողովուրդ, ես որ նեյտրալ մարդ եմ, շփվում եմ, միշտ շփվում եմ, իրական ժողովուրդ հասկացողություն, այն մարդը, որ իր քրտինքով ապրում, այն մարդը, որ ինձ իրես չունի, որ պրոստը աշխատում ապրում է, Փաշինյանի կողքից եմ։ Փաշինյանը անցնել է, պրոստը պիտի տեր կանգնեն, որ ինչ-որ չփորձեն, չգիտեմ, ինչ խաղեր տալ։ Իսկ ինչ խաղ է, չես։ Նա պարզ մարդը հայտարարում է, ինչ հեղաշրջում է սան, ով ես որ այդ մեզ հանդիպման 20 հոգի մարդ չի գալի, այդ չենք տենում, պարզ իրանց մամուլին էլ ենք հետևում, մերն էլ ենք հետևում, պարզ ամեն չտենում են։ Ում է դա գնալու հեղաշրջման, մենք էլ դուրս գանք տեղը գա, դուրս գանք։ Իսկ Սամվել Կարապետյանը, որ արդեն կառավարության նիստ է անում, պարոն Բիզնեսով լու չզբաղվի, սազում է իրան բիզնես, չէ, իրան մասին բան չեմ ասի, որովհետև ինքը ոչ քաղաքական գործիչ է, ոչ լիդեր է, ինչ-որ որպես քաղաքական գործիչ, իհարկե, բիզնեսմեն է, թող գնա զբաղվի, Սամվել Կարապետյանի քամին էլ պարզերևում է որտեղից է, փչում ես ապրել եմ հենց այդ օբլաստում Կալուսկի,
Պարզերև մաքամին որտեղից է գալի, то есть իրան որպես քաղաքական գործիչ չեմ էլ անդրադառնա ժամանակ ոչ ձեր ոչինչ չեմ ծախսի։ Իսկ Ռուսաստանի սպառնալիքները վերջին օրերին լավ սփակել։ Զրո, մենք 90-ականներ ենք տեսել, պետք է լա փետ էլ կվառենք։ Գիտեմ, հեսա կգրեն հայ բուդուլ 21-րդ դարնա թող գրեն կոմենտներում չեմ վախում, ես Մհեր Ենոքյանն եմ, Կոտայքի մարզի Քաղցի գյուղից։ Так что 90-ականները դիմացող մարդիկ էս էլ կհաղթարեն։ Գիտեք, իշկա Ռուսաստան как раз այդ տարիներին Ռուսաստանը փակել էր Վրաստանի օդերը։ Որոշ ժամանակ անց խնդրում էր, որ վրացին գինի տար։ Անկեղծ եմ ասում, խնդրում էր բացեք, հետևեք, նայեք, ինչ պրամիժուտը կայել է գինին արգելված ու հետո ինչ լցվա մի անգամից։ Էս էլ պերիոդը անցնելու են սպիտակ գելը արչեն ծերացածը այնի թող մի բան հաշվի առնեն ժողովուրդը, որ ֆիզիկապես էլ չի ձգելու մեզ էտա տարիքը էլ էթալու էս ամեն ինչը գալը մի քիչ համբերություն ա պետք, որը որ փարկաստու գիտակից մարդը համբերելու է փարկաստու հասկանում է ով գիտակից է կդիմանա գազ չկա առանց գազը լոլակ այդանք ջուր չկա առանց ջուրը լոլակ 90-ականները ախտահարողը ախտահարելու է փարկաստու Իսկ ճնշումների նպատակը ո՞րն է։ Վերջին օրերին նաև Մարկո Ռուբիոն է տանեն գցեն իրենց ջեբը տանեն գուբերնիա սարքեն զորք չունի էլ տանեն կոտորեն բնականաբար հապկի այդ մի անգամից էսա իրանց այդ պայմանագիրը վերակենդանացնելու են ու խաղապայի անվան տակ տանեն սաղմերի դեստե արուն չի թափում չէ սիրտները կայնում է չպետք է տանեն ընդե չէ չկա տես բան Գիտակից մարդը իմ կարծիքով հասկանում է, որ ընդամենը մի հատ կարճ ժամանակա մի տարի կտևի, 6 ամիս կտևի, գալու է ամեն ինչն գնելու է իր տեղը։ Ձեր համբերությունը չարաշահում եմ, բայց Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները, նաև Արևմուտքի հետ հարաբերությունները, Մարկո Ռուբիոները այստեղ գագաթնաժողովը եվրոպական համայնքի ինչպես եք գնահատում, կարևոր է։ Բարձր, անպայման։ Գիտեք, իշկա մենք մեր տարածաշրջանը ոնց ասեմ, մենք այն մասում ենք գտնվում, որ կոպիտ կարող ասածս ուզենք չուզենք պիտի հարմարվենք։ Ոնց ենք մենք գնացել օտարության մեջ, ռուսի մեջ, թող սաղել հանգած Ռուսաստանի հայերը չասեն, մենք ընդ կառուլ ենք։ Շատ լավ ենք զգացել մեզ այն առումով, բայց շոտկի եղել ենք հարևանությունը տեղել է սաղ ռուս, այսինքն մենք ենք հարմարվել իրանց, ոնց ընդեն հենց դե հիմա էսա վիճակը, էսա, մեր աշխարհագրական դիրքը նենց է, որ այն որ ասում մեր բախտն էլ ստե չի բերե, հա ունենայինք ծով, ունենայինք պրյամոս սաման, այդ արդեն ուրիշ հասկացություն է, то есть նորմալ է, սենց պիտի Սահմանների բացելը այնուամենայնիվ պետք է Թուրքիայի։ Դե էկոնոմիկային ինքը մեծ պլյուս է, կամ լավ, մի բան ասեմ, սահմանը որ փակ է եղել Թուրքիայի հետ, 100 տարի ուր են հանգստացել հենց այդ չինովնիկները, ինչ են հակել, ինչ են ներմուծել, որտեղից, այս ոնց դրուկ հիշեցին ադրբեջանական բենզին, ես ինքս բենզինով քշող եմ, առաջի օրվանից գնացել եմ, լցել եմ ու վատ չեմ էլ, ինչ տարբերություն ես չեմ հասկանում, ռուսի բենզին, թուրքի բենզին, այն բանից են կախվում էլի, իրանք են արդեն փրփուրներից են կախվում, գիտեք ինչ, հայ ազգը մի անգամ ամեն անգամ շանս չի ունեմ, չէ, դաժե աշխատանքի մեջ, բիզնեսի մեջ, ոնց որ մի անգամ տալիս է, կարացար տիրապետեցիր, հայ ազգը մեծ շանս է ունեցել Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան միասնության ժամանակ, որ իրականում մեծ շանս էր բարգավաճելու այն գույնավոր կյանքով ապրելու։ Մենք էդի ոնց որ ասած չկարացանք տեր կանգնել, չկարացանք կողքին լինել ու տեսակ հոկտեմբերի 27-ը։ Հիմա էսի երկրորդ դեպքն է։ Աստված չանի, էս էլ չկարանանք նորից, այս անգամ 30 տարով չենք բրծնելու։ Այս անգամ սաղ կյանքներս այս լուսի նման պետությունը դառնալու է գուբերնիա։ Դառնալու է մի հատ ոնց ասեմ, փոքր գաղութ։ Մենք էլ ոնց ասեն, նես պիտի անենք։ Եվ ոնց այն ժամանակ էլ է, то есть էս միակ շանսն է։ Պահել էս խաղաղությունը էլ եմ ասում, չպետք է ընկնել փորի հետևից, հագնվելու հետևից, տակ քնելու հետևից,
խաղաղությունը պահել, այս մարդու կողքին լինել, այս մարդու մեջքին լինել ու ապրել դալշը։